Ռազմական Il-76 ինքնաթիռ է կործանվել Իվանովոյի շրջանում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է, ինքնաթիռում եղել են անձնակազմի 8 անդամ և 7 ուղևոր։ Աղետի պատճառը շարժիչներից մեկում բռնկված հրդեհն է, դեպքի վայրում հայտնաբերվել է 14 դի։ Վաղ առավոտից ուկրաինական կողմը փորձել է ճեղքել ռուսական Բելգորոդի և Կուրսկի մարզերի տարածքները, սակայն ռուսական կողմը կասեցրել է այդ գրոհները։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ուկրաինացիները ինտենսիվ կրակ են բացել քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ և 3 կողմից փորձել են ներխուժել Ռուսաստանի տարածք։ Մեր զինվորականներն անում են ամեն հնարավորը, հոբ համակարգերն աշխատում են։ Իհարկե շարունակվում է Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական ակտիվությունը։ Հարվածներ են հասցնում, ավելի ճիշտ հարվածներ հասցնելու փորձեր են կատարում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ և այլն։ Մեր զինվորականները զգոն են, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։ Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Դոնեցկի ժողովրդական հանրապետության Նևերսկոյե բնակավայրում։ Ռաբոտինո գյուղում կատաղի մարտեր են։ Իսկ ուկրաինական ԱԹՍ-ն ռուսական Բելգորոդի շրջանում մխրճվել է քաղաքային վարչակազմի շենք, 2 մարդ է վիրավորվել։ Բելգորոդի քաղաքապետն է հարվածից հետո լուսանկարներ հրապարակել վնասված շենքից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում իր քաղաքացիներին դիմանալ։ Ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահը հիշեցրել է Մակրոնի խոստումը, ըստ որի Փարիզը կարող է զորք ուղարկել Ռուսաստանի դեմ կռվելու։ Քանի դեռ Ուկրաինան դիմանում է, ֆրանսիական բանակը կարող է մնալ Ֆրանսիայի տարածքում, բայց եթե Պուտինին հաջողվի հարձակվել ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի վրա, իրավիճակը բոլորովին այլ կլինի։ Զելենսկիի խոսքով ռազմաճակատում իրավիճակը ավելի լավ է, քան 3 ամիս առաջ էր, ռուսները մեծ կորուստներ ունեն։ Նա նաև զգուշացրել է արևմտյան գործընկերներին, որ եթե մեկ շաբաթից արևմուտքից բավարար օգնություն չստանան, նորից վատ իրավիճակում կհայտնվեն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն է հրապարակել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ուկրաինայի գիտական հաստատությունների վնասված շենքերի թիվը։ Ըստ հրապարակման 1400-ն են դրանք։ Այդ շենքերի հնարավոր վերականգնումը ըստ կազմակերպության կարժենա $1.26 միլիարդ։ Լիլիթ Ասրյան, Հայլուր։